հետևորդ եք։ Այո։ Կնկվել եք եկեղեցում։ 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Պարոն Արությունյան, Հովանավանքի հետ հատեղել եմ ծնված օրվանից, հենց ծնվել եմ, բայց բանը եկեղեցու հետ կապված այս արշավը, ես տեսնում եմ, որ դուք շատ գրառումներում անդրադարձել եք, կաթողիկոսին իր քաղաքացիական անազգանունով եք դիմել, ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։ Եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում, ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցու։ Այո, գտնում եմ։ Ներողություն, պարոն Հարությունյան, ձեզ նկատել է հենց այդ, ինչպես դուք եք նշում, Կտրիչ Ներսիսյանի կողմից օծված հոգևոր։ Չէ, 91 թվին ինքը չէր, այն ժամանակ Վազգեն առաջինն էր։ Ինչով է հարվածում, պարոն Հարությունյան, եւ ինչով է հարվածել մինչեւ այսօր, ինչ է եղել։ Ինչով է հարվածել։ Այդ խնդիրը նոր է առած, դուք եք բարձրաձայնում եւ ասում եք, որ հարվածում է հայ առաքելական եկեղեցին, ինչով է հարվածում։ Հիմա այս խոսակցությունը զրոյից ենք բացում։ Ասենք, եկեք կոնտեքստներից կտրված կամը։ Որն էր, պարոն Հարությունյան։ Զրոն, երբ որ սկսվեց խոսակցությունը նրա ոչ կուսակրոն լինելու մասին։ Դուք գրառում եք արել, որ 2020 Երբ իմացաք, որ կուսակրոն կաթողիկոսի հետ ինչ եք քննարկել, այդ ժամանակ ձեզ հայտնի էր այս ամենը, ինչ այսօր դուք գիտեք, եւ խոսել եք այդ մասին։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետեւ շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն, եւ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում են, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները, եւ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիտ, այսինքն մեջքին նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ, հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում են հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում է դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարդիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Էս է եղել ինչ։ Եղավ Հրայր Թովմասյանի գրիչի պատմություն։ Մնից ներկայացրեցիք, մտածեցինք այդ ինչ պատմություն։ Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը։
գուցե հիմա ակտիվել է, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց Նորմալ չի, որ մարդը կասկածներ ունենա հասցեության սպորտագետների անցել է անձնական դաշտ մտնելու, մարդկանց տեսանկարը չգիտեմ, անելու, փոխանցում մտահոգություն են, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱՑ-ն եւ այլն կոնկրետ իրեն են ենթարկում, որ նույն քպականների վերաբերյալ էր բազմաթիվ նույնա բովանդակ ամբասիա, կարող են ունենալ եւ մամուլում բարբերաբար դրել այդ մտահոգություն չունեք, որ մի օր ինչպես գործընկերս քիչ առաջ հարգելի գործընկերներ, բաղնիքում օրինակ ձեր կամ որևէ այլ բաղնիքում կարող են տեսախցիկ դնել։ Հարգելի գործընկերներ, չգիտեմ այդ ինչ համոզմունքով եք բոլորդ պնդում, որ դա չեք հարցնում, դուք պնդում եք։ Եվ երբեմն ձեզ հետ խոսել չցանկանալու այդ ցանկությունը առաջանում է նրանից, որ ոչ թե դուք գալիս եք հարցեր տալու, այլ ձեր պնդումները անելու եւ վերնագրեր գրելու համար։ Այ երբեմն թեպետ ես երբեք բան չեմ արել, չեմ հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից, բայց երբեմն տհաճություն եմ զգում այդ, երբ որ լրագրողը գալիս է կներեք 1000 անգամ այս բառի համար, չանա տալու եւ ոչ թե հարց տալու եւ հարցը լսելու։ Եվ հիմա ես հիմա ոչ մտահոգություն չունեմ, որովհետեւ ոչ չունեմ, դե լսեք հարց տվել եք, հարցի պատասխանը լսեք։ Ոչ չունեմ, որովհետեւ իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի։ Եվ ես այդ օրինակը բերեցի, որ նույնիսկ մեր իշխանության ժամանակ գաղտնալսվել են եւ հրապարակվել են մեր պաշտոնյաների վերաբերյալ ուրեմն նյութեր։ Շնորհակալություն։